Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջույն բոլորին, սիրելիներս, հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է։ Դե ինչ, սկսում ենք նոր օր և նոր մենու, տեղավորվեք հարմարավետ և տեսեք թե այսօր ինչ ճաշատեսակներ եմ պատրաստել։ Բարի լույս, սիրելիներս, հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է։ Դե ինչ, առավոտյան պատրաստում եմ նախաճաշի։ Գիտեք, ինչի եմ սենց կոտրում, հիմա կասեք ձևական բաներ եմ անում կամ ճիշտ եմ անում, չգիտեմ, բայց մի քանի օր առաջ ձու էի գնել, իհարկե սուպերմարկետից և այնպիսի սուպերմարկետից, որ երբեք այդտեղ ուտելիքը հին չի լինում, դա անհնար է, բայց չգիտեմ ոնց ստացվեց, որ մի քանի ձու կոտրեցի անմիջապես այնտեղ, որտեղ որ պետք է կոտրեի ու վատը դուրս եկան, չգիտեմ ինչի, հիմա արդեն վախենում եմ, դրա համար սենց եմ կոտրում, ահ, տանը ունեի այսպիսի հաց, շատ լավ հաց է, շատ լավ, հետաքրքիր, հենց այսպես կտրտած եմ վերցրել, դրա համար սենց հավասարա կտրած, հացով ձվածեղ, սիրելիներս, էլ ինչ նախաճաշ առանց ձվի, չէ, ձուն նախաճաշի փրկությունն է, իմ ամենասիրելի նախաճաշերից է, հացով ձվածեղը, մի քիչ կաթ, հիմա կմիացնեմ գազօջախը, ինձ թվում է աղը քիչ եմ ավելացրել, մի քիչ էլ աղ կավելացնեմ, վերջ, լավ է, գազօջախը միացնեմ ու սկսեմ հացերը թրջել ու տապակել, աղջիկներ ջան, այսպես կթրջենք սիրուն, հերթով, կարգով, այս սրանով ավելի հարմար է։ Ահա, ժողովուրդ ջան, ինչ համեղ ու գեղեցիկ տեսք ունի, հիմա մյուս երկուսն էլ տապակեմ, այսպես մոտեցնեմ, լրիվ քամեցի ամանը, վերջի կաթիլներն էլ ու վերջ, ժողովուրդ ջան,
Այստեղ տապակվում է հացը։ Ահա ժողովուրդ ջան, այսօրվա մեր նախաճաշը պետք է վայելենք սառը թեյով, Հայաստանից եկած։ Սառուց արդեն լցրել եմ։ Սա շուռումուռտամ չվարվի։ Ու վայելելու ենք սառը թեյով։ Ժողովուրդ ջան, մի լավ խառնեմ, շղթը չանեմ։ Սա այսպես։ Այս կողմի վրա էլ արդեն գազ օջախը անջատեցի։ Ու վերջ։ Ահա սիրելիներս, այսպիսի համեղ նախաճաշ ստացվեց եւ հիմա կվայելենք սերուցկային պանիրով կամ էլ ասում են Ֆիլադելֆիա տեսակի պանիր։ Դե ինչ սիրելիներս, եթե պատրաստվում եք նախաճաշելու, բարի ախորժակ բոլորին։ Կհանդիպենք ճաշի ժամին։ Ահա սիրելիներս, խորովեցի սմբուկը և պղպեղները, իհարկե կարող էի դնել ջեռոց, ավելի հեշտ և արագ վերջացնել, բայց ես սիրում եմ խորովել կրակի վրա։ Հիմա պատրաստում եմ սոխարածը, սոխը կտրել եմ կիսալուսնաձև, տապակում եմ ձեթի մեջ, վրան ավելացնելու եմ լոլիկը և խորոված բանջարեղենը։ Ավելացրեցի մի քիչ սխտոր, շատ մանր կտրատած, մի քիչ աղ, կարմիր պղպեղ և մի քիչ էլ սև պղպեղ։ Իսկ այս կողմի վրա պատրաստում եմ ձուկը։ Ձուկը գնել եմ հենց այսպես, բաքսիմատի մեջ թաթախած, ֆիլեներ են, ոսկոր փշեր չունի։ Վրան մի քիչ ցողում եմ ձեթ և ուղարկում եմ այր ֆրայերի մեջ։ Իսկ այս կողմի վրա հիմա էլ կտրում եմ կանաչին, որպեսզի ավելացնեմ բանջարեղենի վրա։ Ահա սիրելիներս, ձուկը արդեն պատրաստ է, բանջարեղենով խորովածը պատրաստ է, այսպիսի ճաշատեսակ պատրաստեցի ճաշի ժամի համար։ Դե ինչ, եթե պատրաստվում եք ճաշել, բարի ախորժակ բոլորին։
կհանդիպենք ընթրիքին։ Ահա սիրելիներս, անցել եմ գործի, ամեն մի գազօջախիս ամեն մի աչքի վրա մի բան ա դրված, ինչ եմ պատրաստում։ Ուրեմն, այստեղ եփվում է ցորենը սպասի համար։ Սա այսպես։ Այստեղ եփվում է կարտոֆիլը կարկանդակների համար։ Այստեղ արդեն պատրաստել եմ կարտոֆիլի համար սոխը պատրաստ դրել եմ, հենց կարտոֆիլը պատրաստ լինի արդեն, եփված լինի, սոխարածը կանեմ ու դրանով կտրորեմ։ Սա սպասի համար եմ պատրաստել դրել եմ, սոխարած պետք է անեմ, ուրեմն ձեթ, այստեղ կանաչին է, լվացել եմ արդեն, համել, սպասի համար, ստեղից է մի քիչ սամիտ կվերցնեմ կարտոֆիլի մեջ կտրելու համար, միջուկի համար։ Ալուրը դրոժը կողքից դրածա, տարան դրածա։ Հիմա խմորը կպատրաստեմ, միջև շատ շոքա, խմորը շատ շուտ է հասունանալու, միշտ ամենառաջինը խմորն եմ պատրաստում, հետո նոր ես նախապատրաստական վիճակն եմ սկսում, բայց այս անգամ քանի որ շատ շոքա խմորը շուտ է հասունանում, դրա համար խմորը հիմա եմ պատրաստում։ Ահա սիրելիներս, այսպիսի խառը վիճակ է, ճիշտ է շատ շոքա, հիմա խոհանոցը, բայց ոչինչ։ Մեկը ինչ էլ պատրաստեմ, գազօջախի մոտ պետք է կանգնեմ։ Դե ինչ, գնացինք առաջ, հիմա կպատրաստեմ խմորը, խմորի պատրաստման եղանակը շատ չեմ բանանի, աչքաչափով եմ պատրաստելու, լցնում եմ ալյուր, այսենց, հիմա գոլ ջրով դրոժը կբացեմ, մի հատ լավ կլուծեմ դրոժը գոլ ջրի մեջ, աղ, մի քիչ շաքարավազ ու ձեթ։ Ու վերջ ժողովուրդ ջան, այդքան բան, աչքաչափով եմ անելու, խմորի պնդությունը էլի աչքաչափով, ոչ մի տենց յուրահատուկ գործողություն չկա։ Իմ ալիքում շատ կա, շատ եմ պատրաստել, դրա համար շատ չեմ մանրանա։ Իսկ եթե դուք վաղուց կարկանդակ չեք պատրաստել, ապա շտապեք, դուք էլ պատրաստեք։ Ես երևի արդեն կլինի մոտ մի 3 ամիս է չեմ պատրաստել, եթե ոչ ավել, միգուցե ավել։ Ահան, դե ինչ, անցա գործի։ Հիմա ալյուրի մեջ մի քիչ աղ կավելացնեմ, ցած աչքաչափով։ Արդեն գոլ ջուրը ունեմ։ Մի բուջուրիկ շաքարավազ։ Ու դրոժը։ Դրոժը մի լավ կլուծվի ու կամանց կավելացնեմ ալյուրի վրա ու ձեթ կլցնեմ, հեսա ձեթը արդեն դրել եմ նախապես կողքից։ Խառնուրդը քիչ եղավ, հիմա մի քիչ գոլ ջուր կպատրաստեմ ու կամանց կավելացնեմ։
Ահա, ժողովուրդ ջան, կարտոֆիլը արդեն պատրաստ է, հիմա գազօջախը կանջատեմ, սա կարտոֆիլի համար էր, սա էլա պատրաստ, սա կհանեմ, ու կանենք այսպիսի տեղափոխություն, ահա, սա սպասը թող գազօջախին մնա, այստեղ սոխարածը սպասի համար է, այնտեղ էլ ցորենն է, համարյա թե պատրաստ է, հենց սա եռած ցորեն արդեն կտեղափոխեմ կաթսայի մեջ, ահա հիմա կարտոֆիլի ջուրը քամեմ ու արդեն սոխարածը վրան կլցնեմ։ Կարկանդակի միջուկը արդեն պատրաստ է, հիմա աղն էլ մի հատ կստուգեմ, թողնեմ մի քիչ թողովանա, այդ ընթացքում էլ խմորը հեսա մի հատ էլ կստուգեմ, եթե հասունացել է, թե չէ, ու կսկսենք արդեն պատրաստել կարկանդակները, վերջ, սա պատրաստ է։ Ժողովուրդ ջան, ցորենն էլ լցնենք, իրար հետ թող էրթան։ Վերջ, ժողովուրդ ջան, ցորենն էլ լցրեցի, սոխարածն էլ համարյա թե պատրաստ է, հիմա սոխարածն մի անգամից երևի կլցնեմ, ահա, սոխարածն էլ, հետո կստուգեմ աղը, կլցնեմ կանաչին ու վերջ, սա էլ պատրաստ կլինի, այ այսպես համեղ թանապուր, սպաս կամ, մենք սպաս ենք ասում, ահա ժողովուրդ ջան, սպասենք։ Ահա ժողովուրդ ջան, սպասը դրեցի մի կողմի վրա, արդեն պատրաստ է, կարկանդակի միջուկը, կարտոֆիլը արդեն պատրաստ է, ձեթը լցրել դրել եմ պատրաստ է, կողքից դրել եմ տախտակ, այստեղ մի փոքրիկ ձեթ, որպեսզի ձեռքս թռչեն, կարկանդակները ձևավորելու համար ու այստեղ էլ խմորը, տեսեք թե ինչ լավ խմոր է ստացվել, ահա, դե ինչ ժողովուրդ ջան, ես սկսեմ այս կողմի վրա ձևավորել կարկանդակները ու հետո մի քանի հատը կձևավորեմ, գազօջախը կմիացնեմ, հերթով իրար հետևից կտապակեմ ու կհանեմ, դե ինչ, անցա գործի։ Ահա ժողովուրդ ջան, տեսեք թե ինչ ընթացքի մեջ եմ, ինչ ընտիր կարկանդակներ են ստացվում, ահա, այստեղ վայ չուտողին ընտիր, շատ լավ խմոր է ստացվել, քանի որ ձեռքերս կեղտոտ է, հեսա, այսինց, անընդհատ ձեռքերս ձեթի մեջ է, դրա համար, ուй,
խրտ-խրտան համով նապեղը փոխեմ։ Դուք տեսեք, թե իրա շատ տաք է, նոր եմ հանում, մի քիչ որ հովանա, կկտրեմ ձեզ մեջը միջուկը, խմորը ձեզ ցույց կտամ։ Ահա։ Ահա ժողովուրդ ջան, էս էլ վերջի հատիկը։ Ահա։ Այսենց ընտիր կարկանդակներ ստացվեցին։ Այս մեկը մենակ բացվեց մի քիչ։ Դրա համար սենց եմ դրել։ Ահա, խրտ-խրտան, ընտիր, շատ լավն է։ Դե ինձ սիրելիներս, այսօր էլ պատրաստել էի այսպիսի մենու, այսպիսի օրվա ճաշատեսակներ։ Կարծում եմ այսօր էլ կարողացա լինել օգտակար, չեք մտահոգվի, թե ինչ եփել այսօր։ Դե ինչ, այստեղ ձեզ հրաժեշտ եմ տալիս և ասում եմ, կհանդիպենք, մեր հանդիպման վայրը չի փոխվում, կհանդիպենք նույն տեղում, առայժմ։